Շնորհակալություն Տիկին Անդրեասյան, մի հատ միջանկյալ հարց տամ, քանի որ բան դպրոցների եւ երեխաների վրա ծախսվող գումարների մասին ասացիք, ես վերջերս մենք խմբակցությունում քննարկում ունեինք եւ տեսանք, որ շատ էական տարբերություն կա, օրինակ Գեղարքունիքի մարզում մի աշակերտի վրա ծախսվող գումարի եւ Երևանում մեկ աշակերտի վրա ծախսվող գումարի միջեւ եւ նախնական քննարկումների փուլում ինչ որ գաղափարներ կան նաեւ միգուցե այս երեխաներին իսկապես եթե այդքան ոնց որ դպրոց պահելու ընթացքում այդքան մեծ գումարներ է ներդնում պետություն, միգուցե իսկապես նրանց տրամադրվի այդ գումարները եւ իրանք կրթության վրա ծախսեն, սենց հարց կա օրակարգում կամ քննարկվում է եւ այդ իմաստով ես կուզենայի հասկանալ, որ մենք նախորդ տարիներին մի անգամ որոշում կայացրինք, որ ըստ էության դասագրքերի գումարը բոլոր երեխեքին ենք տալիս, այդ թվում մասնավորների եւ երեխեքը ոնց որ անկախ նրանից իրանք որտեղ են սովորում, այդ դասագրքերը ֆինանսավորվում է մինչեւ կարծեմ 4-րդ դասարան։ Դրա արդյունքում ինչ որ բան տեղի է ունեցել, արդյոք մասնավոր դպրոցներում թե ոչ, ոնց որ դա այդպես կոսմետիկ փոփոխություն է եղել եւ մյուս հարցը, որը սրա հետ փոխկապակցված կուզենայի տալ, մենք գիտենք շատ լավ մասնավոր դպրոցների մասին, մի քանիսի մասին, բայց մենք չգիտենք բոլոր մասնավոր դպրոցների մասին, արդյոք ձեր կարծիքով մասնավոր դպրոցներն էլ կամ կան այդպիսիք, որոնք իրենց խնդիրներ ունեն եւ այդ խնդրեմը մասնավոր դպրոցների շատացման, գուցե դրան նպաստող քաղաքականությունների, որը կարող է լինել նաեւ կրթության ռազմավարության տեսանկյունից եւ դրա դրական կողմերը։ Շնորհակալություն։ Շնորհակալություն Տիկին Ղազարյան, իրականում գումարը երեխային տալու խնդիր ես կարծում եմ ամեն դեպքում կրթության կազմակերպումը միայն նախ այդ գումարը ես պայմանական եմ ծախսանվանում, դա իրականում ներդրում է եւ կարեւոր է որ մենք այդ եզրույթը օգտագործենք, որտեւ իրականում մենք ներդրում ենք անում առաջին հերթին երեխայի զարգացման եւ մեր հանրության զարգացման ոլորտում եւ ուղղությամբ եւ պետության գործն է ու պարտավորությունն է ապահովել կրթությունը ու այդ իմաստով ես անկեղծ ասած այդ քննարկումները այդ տրամաբանության մեջ չէի բացի, որտեվ եթե նույնիսկ նայում ենք կազմակերպման եղանակի տեսանկյունից, պետք է առաջին հերթին հասանելիության խնդիրը հասկանանք, նոր եթե հասանելիությունը ապահովված է, արդեն իսկ մեր օրենսդրությամբ ծնողին տրված է ընտրության հնարավորություն։ Մենք որևէ մեկին չենք պարտադրում գնալ կոնկրետ այս դպրոցը։ Մեր բոլոր երեխաները ունեն ընտրության հնարավորություն այնտեղ, որտեղ կա հասանելիություն։ Հետևաբար կարծում եմ, որ մեր առաջնային խնդիրը պետք է լինի հասանելիության ապահովումը, որից հետո մարդիկ իրենք ընտրությունը կանեն։ Այսինքն հասանելիության ապահովումն է առաջին հերթին կարծում եմ պետության գործը եւ ինչպես կրթության ռազմավարությամբ է ամրագրված որակյալ կրթության հասանելիությունը, որն էլ փորձում ենք անել։ Մասնավորների հետ կապված դուք ճիշտ եք, մենք դասագրքերով օրենսդրական այդ փոփոխություն ունեցանք, որ տարրական դասարանների դասագրքերը մասնավոր դպրոցների երեխաներին էլ տրամադրվեն անվճար հիմունքներով պետական բյուջեից, ինչպես դա արվում է պետական դպրոցների սովորողների համար, անկեղծ ասած մեր տվյալներով էական փոփոխություններ չկան եւ սա մեզ մոտ է որոշ հարցեր առաջացնում, որովհետեւ մենք չենք նկատում, որ ուսման վարձավճարների վրա դա որևէ կերպ ազդել է։ Մասնավոր դպրոցների հետ մենք ակտիվորեն համագործակցում ենք, իրենք համավարակի ժամանակ ասոցիացիա ձևավորեցին եւ շատ հաջող է ինստիտուցիոնալ առումով, երբ որ ասոցիացիան ոլորտի շահերն է ներկայացնում, բայց իհարկե կան խնդիրներ, որովհետեւ օրինակ ոչ բոլոր դպրոցներն են ասոցիացիայի անդամ Եվ երբ որ փորձում ենք հասկանալ ինչու, ակնհայտ է, որ դա նաև թափանցիկության եւ որակական գուցե հարցեր են։ Մենք ունենք այդ հարցերը որոշ մասնավոր դպրոցները շուրջ 50-ն են, տարբեր են շատ, կան լավ դպրոցներ, նաև մանկավարժական իրենց մոտեցումներով, բայց կան նաև դպրոցներ, որոնք կարծում եմ ունեն որակի լուրջ խնդիրներ եւ որոնք կարծում եմ պետք է նույնպես
Յուրաքանչյուր ծնող պետք է հասկանա ուր է տանում իր երեխային եւ ինչի համար, քանի որ տևական ժամանակ կրթության համակարգում ձևախեղված պատկերացումներ են եղել եւ երբեմն դպրոց տարել են վերջում ատեստատ ստանալու համար, կարծում եմ, որ որոշ մասնավոր դպրոցներում այդ տրամաբանությունը պահպանվում է։